Յուրաքանչյուր քաղաքացի ունի $4400 պարտք։ Խոստացված տնտեսական աճի փոխարեն աճում է Հայաստանի արտաքին պարտքը։ Ապրիլի դրությամբ այն ավելացել է մոտ 10%-ով։ Արտաքին պարտքի հաշվին մեկ շնչի բաժին ընկնող բեռը կազմել է մոտ $2300, աճել է 9.5%-ով, իսկ ներքին պարտքը $2100, աճել է 10.5%-ով։ Մենք անընդհատ պետական պարտքը ավելացնում ենք եւ այդ պետական պարտքը մեր տնտեսությանը, մեր պետական բյուջեին օգուտ չի տալի։ Տնտեսագետների խոսքով տարեցտարի ավելացող պարտքը բացի եռամսյակային վիճակագրությունից պարունակում է ռեալ ռիսկեր, որը խարխլում է առանց այդ էլ տնտեսության փխրուն դիրքերը։ Մեր ուրեմն տնտեսական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին գործոնը ուրեմն թուլանում է եւ ազգային արժույթը ըստ այդմ մեծ հավանականությունը, որ կունենա արժեզրկման միտում, իսկ դա կբերի ճիշտ հակառակին, արդեն 392 միլիոն $1 պարտք կարող դառնա 400 միլիոն, 410, 20, 30 միլիոն։ Չի օգնում նույնիսկ կառավարության մշակած նոր հարկային քաղաքականությունը։ Տարեսկզբից ուժի մեջ մտած իշխանության նոր ծրագիրն ընդամենը 3 ամիս անց արձանագրել է թերակատարում, ակնկալվող հարկերից պետբյուջե է եկել 1/4-ից էլ պակաս։ Այս ամենին զուգահեռ պետք է նշենք, որ նույնիսկ այս հարկային դրույքաչափերի աճը, հարկային փոփոխությունները չնպաստեցին պետական բյուջեի հարկային մուտքերի պլանային ցուցանիշների ապահովմանը։ Մի վառ օրինակ, 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե հարկային եկամուտների թերհավաքագրումը եղել մոտ 400 միլիարդ դրամի չափով։ Կառավարությունը մի կողմից չի կարողանում հավաքել հարկերը, իսկ մյուս կողմից պետական պարտքն աճում է երկնիշ թվերով։ Սա կարող է հանգեցնել պարտքային ճգնաժամի, զգուշացնում են փորձագետները։ Միայն այս տարվա պետական բյուջեով պետական պարտքի սպասարկման համար նախատեսված գումարները այսպես համադրելի են կամ շատ մոտ են ամբողջ սոցիալական պաշտպանությանը ուղղող պետական ծախսերի։ Կառավարությունը պետբյուջեով հաստատել է ծրագրեր, որոնք պետք է իրականացնի, բայց շատ հաճախ այդ ծրագրերը հոնքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Դիցուք հայտարարում են ասֆալտապատման մասին, իսկ դրանից կարճ ժամանակ անց ավտոբուսի վարորդը բողոքում է արված աշխատանքից, որովհետև մի քանի կաթիլ անձրևը իր հետ տանում է նաև ասֆալտը։ Տնտեսագետների խոսքով սա պետական բյուջեի մսխում է։ Իրենք հնչեցնում են թվեր, այսքան կիլոմետր ասֆալտապատել ենք, բայց հիմա հարց առաջանում, թե օրինակ երբ որ ասֆալտապատում ես եւ դրանից հետո այդ ասֆալտը քանդվում է կամ դու ինքդ նորից քանդում ես, որովհետեւ կոմունիկացիա չես տարել բազմաթիվ դեպքերով եւ նորից ասֆալտապատում ես, դա նշանակում է մսխում։ Կառավարության ծրագրերը կարճաժամկետ են ու ընդունվել են առանց ծանրութ հետևանելու, վստահեցնում է Պարսյանը։ 2025-ը նախընտրական տարի է, հետևաբար իշխանությունը զարկ է տալու սոցիալական ծրագրերին, իսկ որոնք կլինեն հետևանքները, հետաքրքիր չէ կամ էլ հաշվարկված չէ։ Անշուշտ սա ի հաշիվ այսպես ապագա ֆինանսական կայունության, ապագա ֆինանսական արդյունավետության է լինելու, նրանք չեն նայելու, որ ապագայում ինչպես են այդ պարտքը սպասարկել, փորձելու են հենց հիմա այդ խնդիրները ինչ-որ ձևով լուծել։ Պարտքի մեծ փուչիկ, հարկային ավելացող բեռ, գնաճ ու օր-օրի ավելի թանկացող կյանք։ Տնտեսագետները պնդում են, սա անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանք է, որը մեր մաշկի ու գրպանի վրա դեռ շատ երկար ենք զգալու։ Գառնի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, Արման Ղարիբյան, ABC Media։